Սիրելի հայրենակիցներ, հատկապես երիտասարդ ընտանիքներ, տեսեք ինչ փոփոխություն է առաջարկվում եւ ես ինչու եմ այս փոփոխությունը մի մասով առնվազն գնահատում հակասոցիալական։ Մենք ունենք մի իրավիճակ, այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն ընտանիք եւ ունենում են երեխա, առաջին երեխայի դեպքում ստանում են, ասենք 300,000 դրամ, երրորդ երեխայի դեպքում, երբ որ ծնվեց երեխան, ստանում են 1 միլիոն դրամ միանվագ նպաստ։ Ունենք նաև դրական արդյունքներ արձանագրած փորձարկվող ծրագիր, երբ որ երրորդ եւ հաջորդ երեխան հենց ծնվում է, ծնողը մինչեւ երեխայի 6 տարեկանը ստանում ամսական 50,000 դրամ աջակցություն։ Այս նախագծով այս աջակցության անունը դնում են նպաստ, ժամանակավոր ծրագիրը դարձնում մշտական։ Այո, սա դրական է, որովհետև տվել է արդյունք։ Հիմա դուք ասում եք արդյունք է տվել համալիր այս ծրագիրը 1 միլիոն դրամ միանվագ նպաստը գումարած 50,000 դրամ ամսական նպաստը։ Այս արդյունքը որ տվել է, այնպես չի, որ դրականորեն փոխվել է բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակը, որովհետև երկու անգամ ավելի բարձր աղքատության մակարդակ էստեղ կա, քան միջինն է։ Գները ավելի արագ են աճել, քան նպաստների չափը։ Հիմա որ գաք էստեղ, օրինակ հիմնավորեք օրինակ անապահովության նպաստի չափը ինչպես է աճել, գներն ինչպես են աճել։ Հետևաբար կա անհրաժեշտությունը, արդյունք տալիս է, բայց ինչի եք բերում 1 միլիոն դրամ միանվագ նպաստը դարձնում 500,000 դրամ։ Ասում եք սեպտեմբերի 1-ից հետո ինչ կապ ունի։ Սեպտեմբերի 1-ից հետո ժողովրդագրական իրավիճակի խնդիրները լուծած եք լինելու, որ այս հակասոցիալական փոփոխությունն է կանում։ Պարոն Ավետիսյան, Շնորհակալություն։ Լավ, շատ լավ, առիթը կա, շարունակեմ։ Հիմա տեսեք, հակասոցիալականը հենց սա է։ 1 միլիոն դրամ միանվագ նպաստը երրորդ եւ հաջորդ երեխայի կապ չունի երբանից, Տիկին Բաթոյան, դուք ինձանից լավ գիտեք։ Ի վերջո դուք եք ոլորտում եւ շատ լավ գիտեք սոցիալականը որն է հակասոցիալ։ Ես ձեզ եմ լավ հասկանում։ Դժվար է ակնհայտ հակասոցիալական փոփոխությունը փորձել պաշտպանել։ Հեշտ չի նաև պարոն Խաչատրյանի համար, բայց 1 միլիոն դուք բերում եք հաշվարկներ, ամենատարբեր բաներ, բայց այսօր ծնված երրորդ երեխան մեր հայկական ընտանիքում եւ 2026 թվականի սեպտեմբերի չգիտեմ ինչից հետո ծնված երրորդ երեխան մեր հայկական ընտանիքում էապես տարբեր դրամական օգնություն, աջակցություն կամ գումար ստանալու պետությունից։ Ինչը սխալ է, որովհետև պարոն Խաչատրյան, ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում վատանում է։ Այո, 90-ականների ծնունդների պակասն էլ ազդում դրա վրա, բայց 90-ականներն ինչ կապ ունեն, որ 2025 թվականի մահացության ցուցանիշը աճում է։ Ինչ կապ ունի 90-ականները 2025-ին ամուսնալուծությունների թվականակի աճի հետ կամ ամուսնությունների թվականակի նվազման հետ։ Սրանք իրար հետ կապ չունեն։ Բազմագործուն այո, ժողովրդագրությունը։ Դուք վստահ գիտեք, ձեր նաև խոստացված ռազմավարությունը բազմազավակ ընտանիքների ի վերջո եկավ առաջ, բայց սահմանադրության պահանջն է նաև, որ պետությունը մեր Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար 2018 թվականից սկսած այդ փոփոխություններով բազմազավակ ընտանիքների աջակցության համապարփակ իրավական հիմք, օրինակ տարեկան ծրագիր եւ այլն։ Դուք դա չեք անում։ Ոտքի վրա ընտրություններից առաջ ինչ որ փոփոխություններ ձեր նեղ քաղաքական շահից բխած։ Իսկ բազմազավակ ընտանիքների կներեք ավարտում եմ օբյեկտիվ աջակցության անհրաժեշտությունը կա, խորանում է, խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելանում։